աշխարհ բորույս ես բոմբոմի Կախարդական քաղաք ու հրաշք ես բոմբոմի Ժպիտը կոտակի տոտաները բոմբոմի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մեկ սիրով սպասում ենք Հազար արժե, հազար կամ մեկ չարժե Շնիկի պոչը սուր լեզուն իմ շան Երկար է թեպետ, բայց պոչով է նա զրուցում մեզ հետ Նոբորկություն է հայտում հաճոցով, իսկ հնքշությունս էլ վրան պոչով Լով յուրի հոմոր, երբ սիրտն է ծծում, հարգանքով խոնար պոչիկն է ծծում Երբ զգում է ող, երբ սիրտն է դողնում է պոչը տորամող ծողում Մի ձրկեք մարդիկ շնիկին պոչից, վարքի ու բարքի սեփական ոճից Հովանես Թումանյան, անխեք մարդ է, ժամանակով միախկան մարդ կար, որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձան և նույն աղքատն է մնում։ Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե պետք է գնամ գտնեմ Աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։ Ճանապարհին մի գայլ պատահեց։ Առաջ բարի մարդ, աղբեր, ուր ես գնում։ Հարցրեց գոյլը։ Գնում եմ ասումոտ դարդ ունեմ ասելու։ Պատասխանեց աղքատը։ Դե որ գնաս Աստծու մոտ, կասես ասա, մի սոված գայլ կա, գիշեր թեք, ման է գալիս սարուդր։ Ուտելու բան չի գտնում, ասա թե եբ պետք է սոված մնա, որ ստեղծել ես, ինչու կերակուր չես հարցնում։ Լավ, ասաց մատն ու շարունակեց ճանապարհը։ Շատ դրած թե քիչ պատահեց մի սիրտ աղջկա։ Ուր ես գնում աղբեր, հարցրեց աղջիկը։ Գնում եմ Աստծու մոտ։ Եվ որ ասում տեսնես, կասես մի սիրուն աղջիկա, ջահել խելով, բայց ջուրը խանբախտավոր լինի, ինչ պիտի լինի նրա ճարը։ Կասեմ, խոստացավ ճամփորդն ու գնաց։ Պատահեց մեծ ավի, որը թե ջրափին էր, բայց չոր էր։ Ուր ես գնում, այ ճամփորդ։ Փորձրեց չոր ծառով։ Գնում եմ Աստծու մոտ, դե կանիր երկու ոսկեր ես ապստրեմ, ասում կասես, ես ինչ բան է, բուսել եմ այս պարջիրի, ապա բայց համար զումբեր չոր է մնում, ես պետք է կանաչեմ։ Այս է լսեց աղքատը ու շարունակեց ճանապարհը։ Այքան գնաց մինչև գտավ Աստծուն։ Մի բարձր ժայռի տակ մեջքը ժայռին դեմ տված արևոր մատուկ է բանքով նստած է Աստվածը։ Բարի օր։ Աղքատը ասաց ու կանգնեց Աստծու առաջին։ Բարև եկար։ Ինչ ես ուզում, պատասխանեց Աստված։ Էն եմ ուզում, որ ամեն մարդու էլ հավասար աշխով մտքի կանես, մեկին ավար չանես, մյուսին խավար, զայքան տնջում աշխատում, էլ չեմ կարողանում կուրս փորով հազ գտնեմ, իշատերը, որ իմ կես իջապել չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։ Դե գնա, հիվի կհրստանաս, քո բախտը տվեցի, գնա վայլիր։
Էլ բանն եմ ասելու տես։ Ասաց աղկատու ու պատմեց սոված գոյլի սիրուն աղջկա ու 4 ծառի ապաս վրանք։ Աստված բոլորի պատասխանը տվեց եւ աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։ Վերադարձին պատահեց մի 4 ծառի։ Ինձ համար ինչ ասված։ Ասաց քո տակի ոսկի կա, մինչև այդ ոսկին չհանեն, արմատները թողին ազնի, դու չես կանանչի։ Լուր ես կնում, արիր ոսկին հանիր, համ կեզ ակուտ կիրինի, համ իստու կարստանաս, ես կկանաչեմ։ Չէ, ես ժամանակ չունեմ, Աստվածից բախտ տվես, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայլեմ։ Ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց։ Ինչ դուր բերին ինձ համար։ Աստված ասաց, դու պիտի քեզ համար մի կյանքի ընկեր գտնես, այդ ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։ Դե որ այդպես արիր իմ կյանքի մտերիմ ընկեր եղիր։ Չէ, ես ժամանակ չունեմ, Աստվածից բախտ տվես, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայլեմ։ Ասաց աղքատն ու հայվացավ։ Ճանապարհ ես խոսում է սոված գոյլը։ Հերվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։ Հան, Աստված ինչ ասաց։ Աղբեր, Աստծո մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի 4 ծառ էլ պատահեցին։ Աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ։ Ծառն էլ թե ինչու է գարուն, ամառ չոր։ Աստծուն պատմեցի ասաց, աղջկան ասա իրեն համար մի կյանքի ընկեր գտնի, կբախտավորվի, ծառին էլ ասա քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատները թողին ասնի, որ կանանչես։ Եկա իրենց պատմեցի Աստծու խոսքերը, ծառը ասաց, թե արիր հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր, ասացի չէ աղբեր։ Չեմ կարող, Աստվածից բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայլեմ։ Իսկ ինձ համար ինչ ասաց Աստված։ Քեզ համար էլ ասաց, սովածման կգաս, միջև մի անխելք, նոր գտնես կուտես կկշտանաս։ Էլ քեզանից անխելք մարդ, որտեղից գտնեմ, որ ուտեմ, ասաց գայլն ու Մեր հեքիաթը ավարտվեց, սա էլ անխելք մարդու վերջը։ Մեզ համար շատ անակնկալ էր, կցանկանայինք, որպեսզի մեր փոքրիկների համար միշտ այսպիսի միջոցառումներ կազմակերպվեին։ Շատ շնորհակալություն։
կարևոր է փոքրիկների համար ու կարծում եմ նաև մեծերի համար այսպիսի մեծ էներգիա, ժպիտների, էմոցիաների մեծ լիցքեր ստանալու ու ամբողջ թաղամասի անունից շնորհակալություն եմ հայտնում։ Շատ շնորհակալություն նման նախաձեռնության համար, շատ հետաքրքիր էր, երեխաները շատ ուրախացան, ցանկալի կլինի, որ հաճախակի լինի։ Ярко светит солнышко, птички песенки поют, по неведомым тропинкам я к любимому иду. На пути мне не встречайся, ни медведь, ни серый волк, ждет меня, не дождется ненаглядный мой милок. Մեզ վար շատ հաճելի էր և ուրախ էր, բոլոր երեխեքը ուրախացան, պարեցին, երգեցին։ Меня присела робко, утомилась и чуток, из лукошка я достала вкусный сладкий пирожок. Լուսաբար քո գրկում մեղեդին է հնչում քո գարունը ծաղկած նոր մի շունչ է բերում իմ քաղաք երազած ես քեզ շատ եմ սիրում Քո գարունը ծաղկած նոր մի շունչ է բերում իմ քաղաք երազած
նոր մի շունչը բրում Իմ քաղաք երազանք, ես քեզ շատ եմ սիրում Սիրվա կապուտիկ ան ամենիչից երկու քուրիկ երկուլիկ բաց ուներ միատնիկ մեզ ասում է իմն է փոքրացում է իմն է ոչ վիճեր երկու քուրիկ հայրիկ արավ երկու տիկնիկ երկու գնդակ երկու արջուկ երկու սաղնակ երկու գառնուկ երկու քուչիկ երկու կուկու ամենիչից երկու քուրիկ երկուլիկ բաց ուներ միած մայրիկ մեզ ասում է իմն է փոքրացում է իմն է հայրիկ ասաց լռեք հապա Ինչ եք իզուր աղմուկան, ամենիչի երկուսը կա, բայց մայրիկը մեկն է լինում։ Հասկացողի մի ասա, չհասկացող հազար ունի։